Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են Կարմիր խնձոր դերին դարձի խորոդի գլորի Գլորի ջան, գլորի ջան Դայաներելար կայնար տանիս խորոդի գլորի Քեզի դեսա խանավիմիս խորոդի գլորի Յարջինարի բոյիտ մերնին խորոդի գլորի Քեզի բերող մորդ մերնին խորոդի գլորի Ներկայիս Գոշի պատմությունը ներկայիս գյուղը առաջացել է 1808 թվականին Ավել առաջի ցարի հրամանով եւ թույլատրվեց Արևմտյան Հայաստանից հայերի ներգաղթը ստեղ, ասեմ որ ստեղ մարդկությունը վերացավ 1375 թվականին Մոնղոլ զորապետ Դոկտայ բանակը եւ նվաճում է հույսային Հայաստան, նրանք հայաթափում են նաեւ այս տարածքներն են հայաթափում, նրանց ժամանակ այրվեց նաեւ գրադարանը, ունեցել է Գոշի եկեղեցին ունեցել է հարուստ գրադարան, ըստ վիմագրական աղբյուրների մոտ 10,000 ձեռագիր է պաշտպանվել այնտեղ։ Գյուղը առաջին կարգավիճակը ստացել է 1840 թվականին ցարի հրովարտակով, որպես արդեն առանձին համայնք ճանաչվել։ Նույն ժամանակ աստեն ցարական կառավարության ժամանակ որպես համայնք, ինչպես բոլոր գյուղերը ասենք, զբաղվել են, իսկ կոլխոզ ասենք ստեղծելուց հետո, դե առաջին հեղափոխությունից հետո 30 թվականին ստեղծվեց կոլխոզ, անասնապահական կոլխոզ է եղել։ Կանահաճացավ ծառնի խնգի, կանահաճացավ ծառ ճովերով, մեր թագավոր խերով մերով, մեր թագավոր խերով մերով, կանահաճացավ ծառնի ծիրան, կանահաճացավ ծառ ճովերով, մեր թագավոր մեր թագավորը
Բարև ձեզ։ Մենք գտնվում ենք Հնոց գաստրոյարդում, որտեղ դիմավորում ենք մեր տուրիստներին եւ տեղացի հյուրերին։ Ռեստորանային համալիրը, որը աշխատում է արդեն գրեթե 7 տարի։ Սա մեր աշխատակիցների աշխատանքն է ձեռքի։ Այստեղ ունենք ձեռքի աշխատանքներ, մեղր եւ տեղական խոտեր, որոնք հավաքվում են մեր սարերից։ Բոլորը գյուղի արտադրանքը։ My name is Karin Pogarian. Իմ անունը Կարին Ֆոգարյան, ես Տորոնտոից եմ։ Իմ հայրը Եթովպիայի հայ է։ Այս պահին ապրում եմ Երևանում։ Սա իմ 3-րդ այցն է Գոշ։ My third time in Gosh. Gosh is a special place. Գոշը առանձնահատուկ վայր է ինձ համար։ Փոքր գյուղ է, բնակիչները շատ ջերմ են, եկեղեցին ինձ համար շատ առանձնահատուկ է։ Քիչ առաջ Գոշի լճում էի, շատ հաճելի էր այնտեղ լողալը։ Հիանալի վայր է առօրյայից կտրվելու համար։ Միջինը մի 100 հյուր սպասարկող կարող ենք ընդունել։ Հաց որպես այդպիսին ռեստորանային 100 հյուր կարող ենք ընդունել։ Գիշերակաց մոտավոր մի 24-ից 28 հյուր։ Տարածքը մի քանի այսպես գիտական պեղումներ են կարել, որի գիտական ղեկավարն եմ եղել ես։ Ղարախանյանի հետ, Քալանթարի հետ, մեր շատ այսպես նշանավոր հնագետների հետ աշխատել բան։ Մի քանի ասենք հնագիտական այդպես պեղումների աշխատանքի եղել եմ գիտական ղեկավար, դա եղել է Գոշան, եղել է Հաղարծնան։ Գոշը հատկապես շատ հին ժամանակներից դեռ ուրարտական շրջանից է Գոշը հիշատակվում։ Եվ կա այդպիսի հուշարձաններ մենք հայտնաբերել ենք նման հուշարձաններ այսպես Գոշի տարածքում 2006 թվականին այստեղ մարդկային գանք եւ անհայտ գրեր հայտնաբերեցինք, դա ես հայտնաբերեցի։ Մեր ասենք մասնագետները գիտական հնագիտության ինստիտուտի մասնագետներին մենք հրավիրեցինք այստեղ։ Նրանք մնացին զարմացած, որ այդպիսի գրեր իրանց դեռ չի հանդիպել, դա Գոշի տարածքում այդպես միջև հիմա դա Այդ գաղթի պահում ենք, որպեսզի ասենք գանձագողները բանը չթալանեն, չավերեն եւ դեռ այնտեղ պեղումներ չեն կարել, բայց անձրևաջրերը մի երիտասարդի գանգ էին բացահայտել, այդ գանգը ներկայումս մոտ է, ըստ մասնագետների 35,000 տարեկան է մարդկային այդ գանգը, ներկայումս մոտ է պահված։ Ձեզ ասեմ, որ այդ գանգի մասին չգիտեմ ոնց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից իմացել են, եկան որ այդ գանգը տանեն, իհարկե գումար առաջարկեցին դաժե ես չտվեցի այդ գանգը։ Մենք իհարկե այստեղ հնագիտության թանգարան էինք ստեղծել, դա Գրիգոր Խանջյանի, Վանիկ Շարամբերյանի, Էդվարդ Միրզոյանի խնդրանքով ես այստեղ թանգարանը ստեղծեցի 18 տարում։ Ես այստեղ ստեղծեցի երկրագիտական թանգարան Գոշում։ Մի դոմի կամ կարեցան քաղաք ենք բան։ Անցնենք հյուրանոցային համալիր, ունենք 12 համար, ունենք շատ հյուրեր, օտարերկրացի հիմնականում, տուրիստականի հետ ենք հիմնականում համագործակցում, աշխատատեղեր շատ կա, հյուրատներ բազմից շատ կա, մանավանդ այս 2 տարվա ընթացքում շատ աշխատատեղեր ստեղծվեցին, շատ հյուրատներ ստեղծվեցին, 0-ից ու ավելի շատ հիմա այստեղ են աշխատում, քան գնում են արտերկիր։ Դա շատ ավելի լավ է։ Մեր տղամարդիկ մնան այստեղ իրենցը ստեղծեն, իրենցը զարգացնեն, ոչ թե գնան Ռուսաստան, իրենց
մոտ աշխատեն։ Եկեք բռնենք ես վարը Գտնենք մեր սրտի արը Թերթերի դանք ու պարենք Ուրեմն հետաքրքիր լեգենդ գոյություն ունի, երևի եւ ճշմարտությունն է։ 1375 թվին Մոնղոլ զորապետ Դուխտայ բանակը եւ նվաճում է հույսային Հայաստանը գալիս են այստեղ, ժողովրդից ու միաբանությունից պահանջում են եկեղեցու գանձերը, որը չեն ստանում։ Ինչպիսի դաժանությունների դիմում է, ոչինչ չի ստացվում։ Կանչում իրա խորհրդականի եւ հարցնում ասում ինչպես անեն գորիզմոլագար հայերը մեզ տան թաքցրած գանձերը։ Խորհրդականն ասում է հայ ժողովուրդն այնպիսի ժողովուրդ է, որ դրանք ոսկու ծառավել գիրքն են սիրում, դուք փորձեցեք նրանց գրադարանից, դրանք ձեզ կտան գանձերը։ Ու երբ Երուսաղեմը գոռում է կրակ բերեք, ես պետք է գրադարանը կրակի մատնեմ, մերոնք ինչ ունեցել են թաքցրած հանել են տվել նրանց, սակայն գրադարանը չի փրկվել, այրել է գրադարանը։ Այդ 10,000 ձեռագիր այրվել են, իսկ այդ ձեռագրերից որոշ մաս մեր նախնիները, մեր հոգևոր, այդպես առաջավոր նախնիները եկեղեցու զանգակատանը գաղտնարան կա, երևի ավելի շատ արժեքավոր գրքեր պահել էին այնտեղ։ 1936 թվականին բոլշևիկները հայտնաբերում են այդ գաղտնարանը եւ կարգադրում են այրել։ 4 օր շարունակ եկեղեցու տարածքը մեր գրքերն էին այրվում եւ բոլշևիկներին ու կոմսոմոլները տարածքը շրջափակել են, որ քամին մի թեր չփախցնի անգամ։ Դրանք ականատեսները պատմում են, դրանք ասում են, այնպիսի մեծ մատյաններ էին, որ 3-4 հոգով դնում էին գերանի վրա, ամեն կողքից 2 մարդ նստում չեր խաղամ այսպես։ Այդպիսի գրականություն, այդպիսի հարստություն եղել, որ ոչնչացվել է։ Armenia is a land of intense contrast. Հայաստանը հետաքրքիր գունապնակ է, լի գեղեցիկ տեսարաններով, հիանալի մարդկանցով, հավանեցի մշակույթը, սնունդը, ավանդույթները եւ երեխաներին, որովհետեւ ես ուսուցչուհի եմ, սիրում եմ երեխաներին եւ տեսնելով երեխաներին գյուղում, թե ինչպես են նրանք ժպտում, խաղում միմյանց հետ, հաճելի է հետևել նրանց զարգացման ընթացքին։ 1808 թվականին, երբ Պարսկական ռուս-թուրքական պատերազմում հաղթեց ռուսական բանակը, Պավել Առաջի ցարի այսպես հրամանով թույլատրվեց Արևմտյան Հայաստանից հայերի ներգաղթը ստեղ։ Մեր նախնիները տեղավորվեցին Կոթի գյուղում։ Հետագայում 830-ական թվականներին 7 հատ որսոտ գալիս են ստեղ։ Տեսնում են եկեղեցին կա, որսառոտ շրջան, բավականին գեղեցիկ բնություն։ Նրանք այդ 7 ընտանիքը տեղափոխում են ստեղ, գոշ են գալիս, նոյեմբերյանի Կոթի գյուղից։ Հետագայում 2 ընտանիք գալիս են Ալլավերդու Օձուն գյուղից, և այդ ընտանիքներից, ասենք, այսօր 360 տնտեսություն գյուղնամի, կարելի ասել մի 2 այսքան դուրս են եկել, այդ գյուղից դուրս են եկել։ Մեծարեցին արքայանով Հիմնականում այս տարի ռուսներն են շատ, բայց անցած տարի Ամերիկայից ավելի հեռու երկրներից ունենում են հյուրեր։ Դրսի ժողովուրդը ամեն ինչից գոհ է, նույնիսկ փոքր մանրուքներից իրանք շատ գոհ են լինում, շատ շնորհակալ են լինում, իսկ մեր տեղացիները ավելի շատ թերություն են փնտրում։ Այսօր էլ երիտասարդ ընտանիքներ շատ են գնում գյուղից։ Կարելի ասել գյուղի կեսը գնաց, այս հեղափոխությունից հետո աշխատանք չլինելու պատճառով։ Դե սկզբնական շրջանում 90-ական թվականներին բանին տուրիզմ չկար։ Տուրիզմի զարգացման հետ նաև սկսեց, ասենք, փոքր առևտուրը սկսեց գնալ, ինչպես տեսնում եք, այս շարքած խանութները բան Ամերիկա հայերը կառուցեցին այն ժամանակ։ Այս վերջին տարիներին 180
տնամ էր զավաճառվել Գոշը։ Եվ այդ 180-ի վրա այսօր կառուցում է հյուրանոց ու հյուրատներ այդքան։ Ներկայումս գործող 42 հյուրանոց ու հյուրատուն կա գյուղում եւ 180-ի հասնելու, բայց դե շարունակում էր այդ բանը, հատկապես արտասահմանից Ամերիկա հայերը բավականին մեծ քանակության եկել են, միջև են Սարատակերը հողեր են առել, բան հյուրանոցների հյուրատներ կառուցում են, երևի շատ լավ իմանալով որ туриզմի ապագան որոշ տվյալներով տարեկան 2-ից 2.5 միլիոն այցելու աստեղ լինում։ Այսինքն Հայաստանը բացի հայերից, որ գալիս են այստեղ հազարներով, օրինակ շաբաթ կիրակորը եթե եկել եք, դուք չեք կարող գյուղ մտնեք, որովհետև փակվում է ճանապարհներն այնքան լինում են, այնքան շատ մարդ է լինում։ Glory, 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 John. Glory, 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 John. Glory, 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 John. Glory, 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 John. Վանակու կամ ծուգին բարձի, խորոդի գլորի, կարնանքի շեր դուրչից բացի, խորոդի գլորի, կարմիր խնձոր դերին դարձի, խորոդի գլորի, շիվդակ ծոցին կարոդ մացի,